Իրականում պարզվում է Հայաստանն է ներդրում անելու ԱՄՆ-ում։ Միացյալ Նահանգները Հայաստանի հետ համագործակցելու է մոդուլային ատոմականներ կառուցելու տեխնոլոգիաները այստեղ բերելու եւ որի համար Հայաստանը պետք է վճարի նախ $5 միլիարդ, ապա $4 միլիարդ։ $5 միլիարդ մենք նախ պետք է վճարենք այդ տեխնոլոգիաները ԱՄՆ-ից Հայաստան բերելու եւ ներդնելու համար։ Հաջորդ $4 միլիարդը սպասարկման համար մենք վճարենք, որ ատոմային էներգիայի ոլորտում տեխնոլոգիա ներդնենք, էլի ասեմ, մեր հաշվին։ Էլի հարց է առաջանում, Հայաստանը չունի այդքան գումար, $9 միլիարդ վստահաբար չունի։ Սրանք թոշակն անգամ վարկով են տալիս, բա ինչ փողերով ենք վճարելու։ Էլի արտաքին պարտքի։ Ընդամենը 3 ասում էի, որ եթե սրանք մնան իշխանության, Հայաստանի $14 միլիարդ պետական պարտքը դարձնելու են 30 միլիարդ։ Ընդ որում, Ամերիկան մոդուլային ատոմականներ ստանալու հաջողված փորձ դեռ չունի։ Միայն Ռուսաստանը ունի նման փորձ, ասում է նաև Չինաստանը։ Այս իշխանությունը ասում է, եթե մենք համագործակցենք ռուսների հետ, մեր ինքնիշխանությունը կորցնելու ենք։ Պետք է համագործակցենք ԱՄՆ-ի հետ, որ պահենք։ ԱՄՆ-ն էլ ասում է, եկեք վճարեք $9 միլիարդ եւ Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը կարող ենք թուլացնել։ Ամերիկյան վերլուծաբանն ասում էր, որ Վենսը ընդամենը եկել էր, որ խրախուսի Հայաստանի իշխանության բռնած հակառուսական ուղին։